մեր զոհերի թիվը կլինի 4000-ի կարգի, ներողություն է արտահայտությունը անելու համար, պլյուս մինուս 50։ 2020 թվականի պատերազմից 5 տարի անց Հայաստանի քաղաքացիները չգիտեն բոլոր այն անձանց անունները, որոնք չվերադարձան ռազմաճակատից։ Զոհվածների անվանական ցանկն առ այսօր չի հրապարակվել։ Նրանց միայն մի մասի անունները կարելի է գտնել Եռաբլուր զինվորական պանթեոնում, որտեղ ամփոփված են պատերազմի մասնակիցների մարմինները։ 44 օր տևած պատերազմի ընթացքում Պաշտպանության նախարարությունը պարբերաբար հրապարակում էր զոհված անձանց ցանկը, բայց երբ կրակը դադարեց, նախարարությունն էլ դադարեց հրապարակել տվյալներ։ Զոհերի հնարավոր ոչ պաշտոնական թիվն առաջին անգամ 2020 թվականի նոյեմբերի 14-ին հրապարակեց Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ 5 օր առաջ ԱԱԾ-ն ու ՊՆ-ն Նիկոլին զեկուցել են, որ այս պահի տվյալներով ունենք 2250 զոհված եւ հերձված 1400 զոհված եւ դեռևս չհերձված 1100 անհետ կորած, 4750 հաստատված մահ, որ փաստաթղթով զեկուցվել է Հայաստանի վարչապետին։ Իշխանությունները շտապեցին հերքել զոհերի թվի մասին տեղեկությունը։ Հայտնում ենք, որ այդ գրառման մեջ ներկայացված տեղեկատվությունը լկտի սուտ է։ Սույն օգտատիրոջ կողմից անամոթաբար կեղծիք տարածելը ծանոթ գործելավոճ է, սակայն հայկական կողմի զոհերի վերաբերյալ ուռճացված թվեր ներկայացնելը անցնում է բոլոր սահմանները։ Ով է լկտիաբար ստում եւ ով հայտնում ճշմարտությունը։ Այս հարցն առ այսօր իշխանությունն ընդդիմություն վեճի առարկա է։ Պատերազմ վերած մարդը խոսում է խաղաղության մասին։ Ես մեկ հարցազրույցի ժամանակ վերջերս ասել եմ։ Իսկապես 18 թվականին խաղաղությունից չէր խոսում, որտեղ կար խաղաղություն, բայց չկար խաղաղության օրակարգ։ Երբ որ խաղաղություն չի լինում, հայտնում է խաղաղության օրակարգ։ Ինքը բերել է պատերազմ, ինքը ծնել է իր գործողություններով եւ 5000 զոհերով, 11000 վիրավորով, ինքը ծնել է խաղաղության օրակարգ։ Մինչդեռ իշխանությունները պատերազմի օրերից ի վեր խոսում են 4000-ի հասնող զոհերի մասին, պնդում, որ ընդդիմությունն ուռճացված թվեր է ներկայացնում։ Դուք պատկերացնում եք, ասում են 5000 զոհ։ Լավ ինչքան սրբապիղծ պիտի լինի մարդ, այդ 1000-ը քիչ է, հա, այդպես տալիս եք 4000-ը քիչ է, մի հատ էլ ասում եք 5000 զոհ։ Դո ստի հերն եմ անից է, թե այդքան զոհ ունենք մենք։ Խի 4000-ը քիչ է, մենք ամեն մեկի մահն ենք ողբում։ Չնայած իշխանությունների հերքումներին 5000 զոհի մասին պնդումն ընդդիմադիրների խոսույթից առ այսօր չի վերացել։ Գլխովին հայաթափեց Արցախը եւ զոհաբերեց 5000 պայծառ երիտասարդների, իսկ 10000-ից ավելի զինվորների հաշմանդամ դարձնես եւ այս ամենից հետո ցինիկաբար հայտարարես եւ ամեն օր կրկնես ու հպարտանաս, որ խաղաղություն է սպարգևել հայ ժողովրդին։ Ցավալի է, որ այսօր ինչ որ մարդիկ եթերում իրենց թույլ են տալիս ասել, որ պատերազմի ժամանակ, Ղարաբաղի պատերազմի ժամանակ 5000 մարդ է զոհվել։ Այդ մարդիկ սրիկաներ են։ Այդ մարդիկ սրիկաներ են, եթե իրենք համարում են, որ կարող են մեր երեխաների թիվը 1000-ով ավելացնել։ 5000 զոհի մասին խոսել է նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Հայաստանում պետք է ոչ թե 5000 նոր գերեզման ավելանալ, այլ 5000 նոր հարսանիք, կնունկ ու ծնունդ լիներ։ Իշխանությունն ու ընդդիմությունը միայն մի հարցում են համերաշխ. զոհերին պետք է երախտապարտ լինել։ Միայն թե նրանց թիվը ոչ միայն ընդդիմադիրները, այլ նաև իշխանությունները հստակ չգիտեն։ Մեր զոհերի թիվը կլինի 4000-ի կարգի, ներողություն է արտահայտությունը անելու համար, պլյուս մինուս 50, էլի ներողություն այսպիսի բառերով խոսալու համար, եւ ես խնդրում եմ, որ մենք մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգենք մեր բոլոր զոհերի հիշատակ։ Հենց այսպես պլյուս մինուսով էլ իրավասու մարմիններն են հրապարակում զոհերի թվի վերաբերյալ տեղեկությունները։
Պաշտպանության նախարարություն, ազգային անվտանգության ծառայություն եւ քննչական կոմիտե ուղարկված գրավոր հարցումներով խնդրել ենք հայտնել 44-օրյա պատերազմում զոհված անձանց թիվն ու նրանց անվանական ցանկը։ Պաշտպանության նախարարությունից մեր գրավոր հարցմանը պատասխանելու համար նախ մեկամսյա ժամկետ են խնդրել, պատճառաբանելով թե լրացուցիչ աշխատանք է անհրաժեշտ կատարել, ապա նշել են, որ դիմենք քննչական կոմիտե։ Դեպի քննչական կոմիտե է ուղղորդել նաև ազգային անվտանգության ծառայությունը, իսկ քննչական կոմիտեից մեր գրավոր հարցմաննի պատասխան հայտնել են, որ հայցվող տեղեկությունները գաղտնիք են պարունակում։ Մինչդեռ նախկինում կոմիտեն բազմիցս թվեր է հրապարակել։ Մեր այս դիտարկումից հետո գերատեսչությունից բանավոր տվյալներ են հայտնել։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, այդ թվում 78 քաղաքացիական անձինք, 3755-ը զինծառայողներ, անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, այդ թվում 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի։ Այս թիվը չի համապատասխանում քննչական կոմիտեի կողմից այլ լրատվամիջոցներին տրամադրված թվերին։ Օրինակ Ժողովուրդ օրաթերթին կոմիտեից հայտնել են, որ զոհերի թիվը 3941, իսկ Ազատություն ռադիոկայանին 3981։ Ով է ճիշտ եւ ով է ստում։ Այս հարցերի պատասխանը կարելի է ստանալ միայն զոհերի, անհետ կորած անձանց եւ գերիների անվանական ցանկը հրապարակելով, որը փաստորեն պատերազմից 5 տարի անց դեռևս չի հրապարակվել։ Ցեղասպանության թանգարանում այդ նկարներից բացի պետք է լինի նաև մեր բոլոր նահատակված մեր ժողովրդի անուն ազգանունները։ Եթե չենք արել թերացել ենք, պետք է դա այդ խնդիրը ունենա սկիզբ եւ պետք է ունենա ավարտ, որ մենք վստահաբար ասենք, որ ոչ մեկը չկանա շահարկի։ Ապրիլի 24-ը դեմը 1,5 միլիոն էր, 2 միլիոն էր, թե պակաս էր, այսինքն դա պետք է լինի խիստ հասցեական։ Ինչպես պետք է հավաքել ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի ժամանակ զոհերի ցանկը, երբ պատերազմից 5 տարի անց ականատեսների աչքի առաջ տեղի ունեցած պատերազմի զոհերի ցանկն անգամ ամբողջացված չէ։